Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, հյուրս է մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանը, շնորհակալ եմ Արման եւս մեկ անգամ մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար, խոսելու ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի մասին, մոտավոր նախնական ամփոփելու ենք այս մրցաշրջանը 2024-25-ը, ինչ տեղի ունեցավ, արդեն մեծ հաշվով առաջի քառյակը հայտնի է, այսինքն մենք Եվրագավաթների ուղեգրերը վաստակած թիմերի ակումբների անունները գիտենք, վերջնամասում աղյուսակի Պրեմիեր լիգայի Հայաստանի կարծես դարձյալ տենց շատ անելիք չկա աղյուսակային զուտ մրցակցային առումով, փորձում ենք ընդհանուր ամփոփել ինչ տեսանք այս մրցաշրջանում։ Դու ամբողջ մրցաշրջանին իհարկե, ինչպես նախորդ մրցաշրջաններին, այդպես բծախնդիր հետևել ես, մեկնաբանել ես խաղերը, տեսել ես բոլոր եւ թերությունները եւ առավելությունները տարբեր թիմերի, ինչ ցուցադրեցին այս մրցաշրջանում, թե Աշնանը, թե Գառնան ժամանակահատվածում, Աշնանից հետո, առաջի կեսից հետո արդեն որոշակիորեն հիմնական ֆավորիտը կար Նոա ակումբը, որը եւ Գառնանը բավական ստաբիլ ելույթներով պահպանեց իր առաջի տեղը եւ նվաճեց չեմպիոնության տիտղոսը։ Հիմա սկսենք Նոայից։ Մենք Նոային տեսանք նաև նախորդ մրցաշրջանում 23-24 եւ տեսանք ինչ պայքար մղեց Նոան մինչեւ վերջի տուրերը առաջնության եւ այդ նախավերջի տուրում կարծեմ, չէ, Փյունիկի հետ այդ չեմպիոնական խաղը տեղի ունեցավ եւ այն ժամանակ այդ թվում նաև դու կանխատեսում ես, որ Նոան հաջորդ մրցաշրջանի հիմնական ֆավորիտն է լինելու, այդպես էլ եղավ եւ Նոան հասավ այդ տիտղոսին 1 տարի անց։ Այն ինչ որ դու ակնկալում ես այդ ակումբից, այդ թիմի խաղից տեսնելու արդեն նոր մրցաշրջանում, տեսար թե ոչ։ Տեսա եւ պետք է ասել, որ Նոան որակական առաջընթաց գրանցեց նախորդ մրցաշրջանի համեմատ, կազմը շատ ավելի ուժեղացավ, նոր գլխավոր մարզիչ եկավ ու իրոք մեծ առավելությամբ չեմպիոն դարձան, հենց այնպես չես կարող 19 անընդմեջ հաղթանակ գրանցել, ինչը մեր ֆուտբոլում ռեկորդ էր։ Իհարկե, այստեղ կարևոր է այդ երկար պահեստայինների նստարանի գործոնը, որովհետև Նոան առաջին հատվածում նաև կոնֆերենցիաների լիգային էր մասնակցում, խաղային օրացույցը շատ խիտ էր իրենց, եւ Նոայի առավելությունն այն էր, որ ինչ որ առաջատար ֆուտբոլիստ կարող էր տվյալ հանդիպմանը չմասնակցել, բայց դա խաղի վրա շատ չէր ազդում։ Մեկ ուրիշը կարելի ոչ պակաս ուժեղ գալիս ու տեղը լրացնում էր։ Պայստային այդ պայստայինների կազմն էլ նաև որակական չէր զիջում կամ փոքրին չէր զիջում հիմնական կազմին։ Այո, ես օրինակ բերեմ, օրինակ Գուստավո Սանգարեն, որը այն կարծիքով Նոայի եթե ոչ ամենակարևոր առաջատար ֆուտբոլիստներից է, Սանգարեն կարող էր ամեն դեպքում 4-5 խաղ չխաղալ, բայց Նոան միևնույն է առանց նրա հաղթում էր կամ առանց Համբարձումյանի կամ առանց իրենց Ռմբարկուի։ Սա էր ճիշտ է, Նոան երկար ժամանակ աղյուսակի երկրորդ հատվածի թիմերի դեմ էր խաղում, ես սպասում եմ ինչպես կգործեն օրինակ Արարատ Արմենիայի դեմ, Փյունիկի դեմ, Ուրարտուի դեմ, Գավաթի եզրափակիչում հաղթեցին Արարատ Արմենիային եւ արժանի հաղթանակ տարան, բայց օրինակ Վանի դեմ դժվարություններ ունեցան եւ Գավաթում եւ առաջնությունում երկու դեպքում էլ պատասխան խաղը Գավաթի եւ առաջնությունում չհաղթեցին եւ Վանը ապացուցեց, որ կարելի է առանձին խաղում Նոայի համար մեծ խնդիրներ ստեղծել։ Այս տեսանկյունից մեկ խաղում դա հնարավոր է, բայց ընդհանուր տարածության մեջ այս պահին Նոան գերազանցում է։ Եթե դիտարկենք մի քանի մրցաշրջան, մենք կարող ենք հիմա այսպիսի ձևակերպմամբ նկարագրենք Նոային, որ Նոան կարծես նոր մակարդակի է բերում հայկական ֆուտբոլը, նոր մակարդակի է բարձրացնում, թե ոչ։ Այո, այդպիսի միտում կա, իրենք էլ չեն թաքցնում ակումբից, որ արդեն մտածում են հաջորդ քայլի մասին, դե պարզ է նորից չեմպիոնություն են ցանկանալու գավաթակիր դառնալ, բայց նաև Եվրոպայում, եթե նախորդ մրցաշրջանում կոնֆերենցիաների լիգայի փուլն էր, հիմա Եվրոպա լիգա ու նաև խոսվում է Չեմպիոնների լիգայի մասին։ Ինչու՞ չէ, Չեմպիոն լիգայում, այո, այդ play-off փուլում որոշակիորեն հաջողություններ գրանցել մասին։ Եվ հաստատում են, որ ուզում են մեկ քայլ առաջ կատարել կազմի ուժեղացման տեսանկյունից։ Այսինքն նպատակը դա է, ինձ թվում է դա անիրատեսական չէ, ուղղակի Նոան պետք է նաև այդ միավորները շատ վաստակի
որակավորման առումով Եվրոպայի, այսինքն դա ինչ է տալիս, դու Եվրոպայում մի փոքր ավելի թույլ մրցակիցներ ես ստանում, եթե քո վարկանիշը բարձր է, բայց դա տարիների արդյունքում ես դու կուտակում։ Օրինակ Փյունիկը վերջին տարիներին կուտակել է եւ առաջին փուլերում ավելի հեշտ մրցակիցներ է ստանում։ Դրա համար հիմա դա նոայնել է պետք, որպեսզի ինչ որ շատ ուժեղ մրցակցի չհանդիպի առաջին կամ երկրորդ փուլում։ Եթե նոային համեմատենք մեր երկրպագուն ֆուտբոլասերը երբեմն այդ համեմատությունները տանում է, ասում է, գիտեք, նոան եթե խաղա օրինակ Հունաստանի առաջնությունում որտեղ է կգրավի, չենք ասում հիմնական առաջատար առաջնությունները եվրոպական ազգային, այլ Հունաստան, ինչու՞ չէ, ենթադրենք Չեխիա, այսինքն արևելաեվրոպական նոան այնտեղ մրցակցություն կունենա, լավ կմրցակցի այնտեղի առաջատարների հետ։ Ես այդպիսի հարց Ռուի Մոտային տվել էի Նոայի գլխավոր մարզչին, ճիշտ անձնական զրույցի ժամանակ էր, ինչ տեղ կզբաղեցներ Նոան Պորտուգալիայի առաջնությունում, նա նշեց մոտավորապես միջնամասի համար կարող էր պայքարել, այսինքն 7-ից 10-րդ տեղ էր մոտավորապես այդպես, ինչը արդեն շատ լավ ցուցանիշ կլիներ։ Իհարկե մի քանի տարի առաջ էլ մենք մտածում էինք Արարատ Արմենիան կարող է ինչ-որ հեգեմոն դառնալ հայկական ֆուտբոլում, որ 2 անգամ անընդմեջ չեմպիոն դարձան, ֆինանսներով գերազանցում էին։ Հիմա Նոայի ներդրումներն էլ ավելի շատ են։ Նոան նոր նշաձող սահմանեց, դա մի փոքր վախեցնում է այն առումով, որ մենք սովորել էինք Հայաստանում տեսնել թեժ չեմպիոնական պայքար։ Վերջին մրցաշրջաններում այդպես էր, այո։ Միշտ կամ նախավերջին տուրում էր չեմպիոնը որոշվում կամ վերջին։ Նույնիսկ այն մարդկանց, որ թերահավատորեն էին նայում առաջնությանը, ասում էինք, բայց տեսեք, ուրիշ տեղ այսպիսի բան չի լինում, որ ամեն տարի նման չեմպիոնական պայքար լինի։ Բայց այս տարի մի քանի տուր առաջ արդեն, առաջության ավարտից առաջ նրան չեմպիոնությունն ապահովեց։ Հիմա դա մի փոքր վախեցնում է, եթե մյուս թիմերը չփորձեն քայլ կատարել, Փյունիկը, Արարատ Արմենիան, միգուցե Ուրարտուն հավասարվելու կամ գոնե մոտենալու ներդրումների քանակով, նոան կարող է մի քանի տարի անընդմեջ չեմպիոն դառնալ։ Եվ մենք կարող ենք տեսնել այնպիսի պատկեր, ինչպիսին եղել է 90-ականներին, 2000-ականներին, երբ որ հեգեմոնը Փյունիկն էր։ Այո։ Անցնենք մյուս ակումբներին, այսպես թե այնպես գիծ կա նաև դարձյալ կանդրադառնանք արդեն փաստացի չեմպիոն Նոային։ Այո, մրցակցությունը այս տարի այնպիսին չէր, ինչպես էր նախորդ մրցաշրջանի նմանանտ ավարտին, երբ որ չեմպիոնությունը որոշվեց վերջի տուրերում, բայց ի սկզբանե կանխատեսվում էր, որ հիմնական ֆավորիտները հավակնորդները չեմպիոնության այդ 4-5 թիմերը կլինեն, հիմնական այս քառյակի, որը հիմա էլ կա, այս 4 առաջատար թիմերի, բայց մենք տեսանք, որ գործող արդեն կամ գուցե նախկին չեմպիոն փաստացի այս պահի դրությամբ Փյունիկը փոքրինչ զիջեց դիրքերը, զիջեց նաև խաղային առումով։ Ինչ տեղի ունեցավ։ Վերջապես Փյունիկը ինչ-որ անկում ունեցավ։ Ինձ համար աննորմալը այն էր, որ իրենք 3-4 տարի այդ անկումը չէին ունենում, չնայած բազմաթիվ խնդիրներին, առաջատարներ կորցնելուն իրենց կազմի, այլ խնդիրների խաղադաշտից դուրս, բայց Փյունիկը միշտ կայունությունը պահում էր։ Երաշե Մելիքյանի գործոնն էր ստեղ որոշիչ։ Շատ առանցքային էր նրա գործոնը, որտեղ Փյունիկը հաճախ հրավիրում էր թերագնահատված ֆուտբոլիստների, գալիս էին Փյունիկ ու խաղամակարդակը մի քանի անգամ բարձրացնում էին։ Հետո տեղափոխվում էին նաև հայկական այլ ակումբներ։ Այնպես որ այս ճգնաժամը ինչ որ պահի պետք է լիներ։ Հիմա մի քանի գործոններ համընկան։ Ես դա կհամատեմ օրինակ Manchester City-ի հետ, այն առումով, որ City-ում էլ երկար կայունություն էր, հետո մի քանի գործոններ համընկան, City-ն սկսեց խնդիրներ ունենալ, բայց դա պիտի մի օր պատահեր։ Հիմա Փյունիկում սեփականատիրոջ փոփոխություն, նորմալ չպատրաստվեցին գանանային հատվածին, հավաքների եւ սելեկցիայի տեսանկյունից ու գումարած կազմն էլ միգուցե արդեն փոփոխությունների կարիք ունի, որտեվ բավականին տարեց կազմ է ու շատ ֆուտբոլիստներ երկար ժամանակ է Փյունիկում են խաղում։ Հիմա ինչ որ թարմացման կարիք կա եւ Մելիքյանը վստահություն հայտնել էր, որ դա անելու են ու նոր ձևով են արդեն նոր մրցաշրջանին ներկայանալու։ Թե չէ նախորդ տարիներին Փյունիկը միշտ, այսպես ասած, իր հնարավորություններից նույնիսկ բարձր է խաղացել։ Մենք խոսում ենք Նոայի 19 անընդմեջ հաղթանակից, Փյունիկը 2 տարի առաջ ունեցավ 14 անընդմեջ հաղթանակ, նույնիսկ միգուցե մի փոքր ավելի շատ, բայց չեմպիոն չդարձավ։
այդ տարի Ուրարտուն չեմպիոն դարձավ։ Ուզում ասել, Փյունիկն էլ իր հնարավորություններից միշտ բարձր է խաղացել։ Երբ որ թիմը ակումբը խաղադաշտից դուրս որոշակիորեն ավելի խաղադաշտից դուրս իր մասին նորությունները ավելի շատ են, թե հենց խաղի վերաբերյալ, դա ակնհայտորեն հայկական ֆուտբոլում ազդում է թիմի խաղի ցուցադրած խաղի վրա, թե ոչ, որտեվ եթե Փյունիկին ենք այս առումով դիտարկում, մրցաշրջանի ընթացքում չասենք սկանդալներ, բայց բավական սուր այսպես իրավիճակ Փյունիկի հետ կապված դարձյալ, ինչպես նախորդ մրցաշրջանում այս տարի ավելի շատ դա սրվեց, տեսանք նաև սեփականատիրոջ փոփոխություն, սա հայկական ֆուտբոլում ինչպես է ազդում հենց խաղադաշտում ցուցադրած խաղի վրա։ Ինձ թվում է բոլոր տեղերում էլ դա ազդում է, ակումբում ներքին մթնոլորտը հիմա նոր ղեկավարությունը Փյունիկի լրիվ ուրիշ դիրքորոշում ունի, եթե առաջ հստակ ֆեդերացիային քննադատելու քաղաքականություններ, այսպես ասած, այսինքն ոչ թե միտումնավոր, այլ դժգոհություններ ունեին, ապա հիմա նոր ղեկավարությունը փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել։ Փյունիկը արդեն մարզվելու դաշտի խնդիր, շնայած դա վատ է հնչում, որ չեմպիոնը մարզվելու խաղադաշտի խնդիր ուներ, բայց հիմա դա կարծես չկա, բնական խոտածածկով մարզվում են Հրազդան ստադիոնում, կարգի են բերել եւ այնտեղ են մարզվում, այսինքն որոշ բաներ դեպի դրական փոխվել են եւ ակումբի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է փոխվել։ Դա կարծում եմ միանշանակ ազդում է եւ այդ փոփոխությունները ոչ միայն Հայաստանում, ցանկացած ակումբում էլ այդպես է։ Արարատ Արմենյան, երբ որ Արարատ Արմենյան տարիներ առաջ Ռուսաստանից տեղափոխվեց այդ ակումբը Հայաստանի Պրեմիեր լիգայի, մեր Հայաստանի առաջնություն, այո, ինչպես դու ես նաև նշում եւ այն ժամանակ էիր դա նկատել, հնարավոր էր, որ հեգեմոն դառնար, հաշվի առնելով հնարավորությունները ֆինանսական, սեփականատիրոջ կամ սեփականատերերի այդ ակումբի եւ որտեղից է գալիս եւ նույնիսկ այդ կազմի այդ պահի դրությամբ։ Դա ոնց որ երկար չտևեց, բավական կարճ էր, այո, 2 տարի չեմպիոնություն, բայց հետագայում ակումբը հեգեմոնի այդ կարգավիճակը չուներ, նույնիսկ այդ խաղը չէր ցուցադրում։ Արարատ Արմենյան հիմա ինչպիսին է, ինչ գնահատական ենք մենք տալիս Արարատ Արմենյային այս պահի դրությամբ։ Մի փոքր գլոբալ ասեմ, այդ ինչ նկատի ունեի, որ մյուս քայլը չկատարեց, Արարատ Արմենյան էլի մրցունակ թիմ է, էլի ամեն տարի չեմպիոնական մրցավազքում բայց հեգեմոն չէ։ Այո, ու նաև ակումբի զարգացման տեսանկյունից նկատի ունեմ, որ ենթակառուցվածքներ, ինչ որ այլ ներդրումներ, օրինակ Նոան հիմա Էջմիածնի ակադեմիան վերցրել է, այնտեղ խաղադաշտեր են սարքում, կարգի են բերում, ստադիոնի ծրագիր կա, օրինակ Արարատ Արմենիայի դեպքում էլ կարծես կային նման ծրագրեր, բայց կիսատ մնացին։ Արարատ Արմենյան իրենք, եթե միայն գարնանային հատվածը հաշվենք, վերջին կես տարին, ինձ թվում է ամենաուժեղն էին, այդ կես տարին ինք շատ լավ անցկացրին վերջին, եւ խաղով, եւ արդյունքներով, պարզապես էլի որոշիչ բանի չհաջողվեց այդ Նոային հասնել, որովհետեւ աշնանն էին շատ միավորներ կորցրել։ Այնպես որ այդ առաջքայլը կատարեցին, իրենց կազմը վատը չէ, Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ են այնտեղ խաղում, լավ արտասահմանցի ֆուտբոլիստներ կան, բայց էլի ինչն է տարբերությունը Նոայից, այդ կազմի խորությունը։ Այսինքն ամեն դիրքի համար դու քանի ուժեղ ֆուտբոլիստ ունես, եթե ինչ-որ մեկը չկա, արժանի փոխարինող կա, թե ոչ եւ այլն, ինձ թվում է այդ տեսանկյունից իրենք մի փոքր զիջեցին ու նաեւ կայունությամբ։ Եթե աշնանային հատվածում էլ այսքան լավը լինեին, մենք միգուցե չեմպիոնական պայքար տեսնենք։ Ուրարտուն անդրադառնանք։ Ուրարտուն տարիներ շարունակ կայունություն ցուցադրում է, պայքարում է թե գավաթում, բավական մրցունակ է, թե առաջնությունում։ Այս տարի չհաջողեց ոչ այնտեղ, ոչ այստեղ։ Նկատի ունեմ ոչ չեմպիոնության համար փաստացի չնայած որոշ ժամանակահատվածում նաև առաջատարներ աղյուսակում, ճիշտ է։ Բայց Ուրարտուն հիմա ինչ ակնկալ ենք նախ Ուրարտուին հաջորդ մրցաշրջանում Ուրարտուից եւ ինչպիսին էր Ուրարտուն այս տարի։ Ուրարտուն ի տարբերություն Նոայի, Արարատ Արմենիայի ամեն գնով նպատակ չի դնում չեմպիոն դառնալ, իրենք ուզում են լինել պայքարի մեջ, բայց դա գերնպատակ չէ։ Ուրարտուն
այդ ֆինանսների մի մասը հատկացնում է նաև իր ակադեմիային, նաև հիմա իրենք էլ ստադիոն են կառուցում, փորձում են կառուցել ավելի ճիշտ նոր մասնաճյուղ իրենց ակադեմիայի, այսինքն այնտեղ մի քիչ ուրիշ քաղաքականություն է եւ դա հաշվի առնելով Ուրարտուի համար երկրորդ կամ երրորդ տեղը շատ լավ արդյունք է։ Իրենք հիմա էլ շատ են իրենց սաներին խաղաժամանակ տալիս, ամեն խաղում գոնե 5-6 սան հիմնական կազում է խաղում, ինչը Հայաստանի համար շատ լավ է նայելով համատելով մյուս թիմերի հետ։ Ու գումարած կնշեմ մի առավելություն այս տարվա, որ Ուրարտուի լեգիոնականները ավելի ուժեղ էին անցած տարիների համեմատ։ Իվուից հետո արդեն են մյուս տարվա համեմատ նույն Պոլյարուսը, Բրունո Միշելը, այսինքն ֆուտբոլիստներին, որ իրոք օգուտ են տալիս, սելեկցիան ավելի լավ էր կատարված։ Դրա համար այո, Ուրարտուն, եթե խոսենք չեմպիոնական պայքարի մասին, շատ անկայուն էր, չեմպիոնություն չէին կարող հասնել, բայց երկրորդ, երրորդ տեղը իրենց համար լավ արդյունք է ու իրենք էլ ընդհանուր առմամբ լավ հանդես եկան ու չմոռանանք, որ ձմռանը իրենք կորցրին առաջնության գլխավոր ռմբարկուին Իգնատևին, որը հեռացավ։ Այսինքն այդ կորուստն էլ հաշվի առնելով նորմալ մրցաշրջան էր իրենց համար։ Մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն է մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանը։ Արման, անդրադառնանք այդ քարյակից դուրս գտնվող թիմերին, առաջնահերթ իհարկե Վանին, Չարենցավանի, որը մինչև վերջի այս տուրերը մրցում էր եւ ցանկանում էր քարյակում առնվազն տեղ ունենալ։ Վանը բավական զարմացրեց այս տարի, այդպես կարող ենք դա ասել։ Այո։ Այն առումով, որ մենք մրցաշրջանից առաջ չգիտեինք հստակ ինչ սպասել, բայց հետո արդեն ամեն ինչ պարզ էր, շատ դիտարժան ֆուտբոլ խաղացող թիմ, արագ, դինամիկ, ժամանակակից ֆուտբոլ, ինչպես ասում են, բայց էմոցիաները, այդ հույզերը բավական շատ թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս, բայց դա ֆուտբոլային հույզեր են։ Այո, եւ դա շատը Վահե Գևորգյանից էր գալիս, բայց նրանց չհաջողվեց Եվրոգավաթի ուղեգիր նվաճել, ճիշտ է, իրենք կարծես այդ խնդիրը թողել էին մյուս մրցաշրջանի համար, այնպես չէ որ հիմա ձախողում է որ դուրս չեն եկել, բայց ունեին հնարավորություն դա անելու, օգտվելու Փյունիկի սայթաքումներից եւ բարձրանալու 4-րդ տեղ։ Սակայն կարծում եմ դա շատ հոգեբանական խնդիր էր ու փորձի պակասի, ոչ թե խաղի անկման հետ, որ իրենք 4-րդ տեղ չբարձրացան, որովհետեւ խաղեր կային, իրենք ֆուտբոլային տեսանկյունից լավ էին հանդես գալիս, մի շարք պահեր էին ստեղծում, բայց չէին հաղթում։ Նույն Արարատի դեմ, ԲԿՄ-ի դեմ, Ալաշկերտի դեմ 2-0 հաղթում էին, բաց թողեցին հաղթանակը, այսինքն պիտի ավելի շատ իրենց մեղադրեն, բայց առաջին մրցաշրջանի համար, որ այս թիմը կարելի ասել նոր է, շատ լավ էր, արտասահմանցի խաղացողներ կային երիտասարդ, որ մակարդակը բարձրացնում են առողջության ու գումարած հայ խաղացողներ ու թիմի լավագույն ֆուտբոլիստն էլ հենց հայ խաղացողը։ Եվ Վանից արդեն ակնկալ ենք ավելի բարձր տեղ, մրցակցություն հենց առաջին այդ երյակում տեղ գրավելու հաջորդ մրցաշրջանում։ Այո, այստեղ մի բան ուղղակի ավելացնեմ, Վանի դեպքում, քանի որ իրենք համագործակցում են Բոտիևի հետ, բուլղարական, լավագույնները Վանից հաճախ տեղափոխվելու են այնտեղ։ Դա ակումբի ծրագիրն է, ինչպես ձմռանը Բատիկին գնաց, այնպես որ Վանը այդտեղ մի քիչ կարող է տուժել, որովհետև լավագույնները միանալու են Բոտիևին, թեև հուսանք, որ Բոտիևից էլ լավ խաղացողներ էլի կգան ու արդեն Վանը կուժեղացնեն։ Հա, այդպիսի տրանսֆերներ իրականացնելու խնդիր Վանը այդպես չի ունենա, նաև այնտեղ ֆինանսային հարցն է, չէ՞, կարծես դրանով որոշ չափի լուծվում։ Մյուս ակումբները ԲԿՄ-ն վատը չէր, լավն էր այս տարի, երբ որ մենք ԲԿՄ-ին նախորդ մրցաշրջանում լինում էր, տեսնում էինք վերջնամասում մրցաշարային աղյուսակի, այս տարի այդպես չէր, ԲԿՄ-ն այսպես մարտնչում էր յուրաքանչյուր իրենից ուժեղ մրցակցի հետ եւ ցույց էր տալիս, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստներով հնարավոր է այդպես մրցակցությունը ապահովել ուժեղագույնների, որոնց կազմում խաղում են արտերկրից բավական փորձառու լեգիոնականներ։ ԲԿՄ-ն այդպիսին է, հիմա էլ է այդպիսին։ Այո, այդպիսին է, ես մի քանի ամիս առաջ հենց այս տաղավարից հորդորեցի, որ ամենադիտարժան թիմերից է առողջության եւ եթե ցանկանում եք ինչ-որ խաղ դիտել առողջությունից, կարող եք ընտրել հենց ԲԿՄ-ի հանդիպումը, քանի որ եւ խաղում են եւ թողնում են, որ մրցակիցը խաղա, այսինքն շատ բաց ֆուտբոլ է ընթանում եւ դիտարժան է եւ այո, արդյունավետ ԲԿՄ-ի խաղային աճը ակնհայտ է,
հարձակողական ֆուտբոլ են խաղում, գրոհային, Արմեն Գյուլբուդաղյանցի նախընտրած ոճն է, եւ ինչն է ամենակարևորը, դե ԲԿՄ-ի դեպքում արդյունքը չէ իրականում առաջնային, այն որ ֆուտբոլիստները այդ ոճի մեջ աճ են գրանցում, հատկապես հարձակման գծի, որ նայենք Նարեկ Հովհաննիսյան, Դավիթ Հակոբյան, Միսակ Հակոբյան, Արայիկ Էլոյանը հիմա առողջության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստն է, ամենաշատն է խփել հայերից եւ հրավիրվեց նաեւ ազգային հավաքական, Պետիկ Մանուկյանը հրավիրվեց, այսինքն այդ առումով նախագիծը իր արդյունքը տալիս է եւ իրոք շատ լավ ֆուտբոլ են խաղում։ Ինչ է տեղի ունենում Ալաշկերտի հետ։ Ալաշկերտ, որը կներեք կոնֆերենցիաների լիգայի այդ խմբային փուլի մասնակից է ժամանակին, Հայաստանի չեմպիոն, բայց այսպես զիջել դիրքերը ինչ է տեղի ունենում։ Մի բան նշեմ, որ դա միգուցե Եվրոպայի շատ առաջնություններից մեծ տարբերում է, քանի որ Ալաշկերտի մասին խոսեցիք, ընդամենը 2 թիմում է այս մրցաշրջանում Հայաստանում մարզչական փոփոխություն տեղի ունեցել։ Մեկը Ալաշկերտում, մյուսը Շիրակում։ Դա բացառիկ դեպք է, որ մարզիչներին այդպես վստահում են, համեմատելով ուրիշ թեկուզ առաջատար երկրների հետ, ինչը դրական եմ համարում։ Ալաշկերտը դե հիմա արդեն տարիներ առաջվա պես չէ, հիմա մյուս թիմերը իրենց ծախսած գումարներով գերազանցում են, մրցակցությունը մեծացել է, թեև Ալաշկերտի այս կազմը ավելին կարող էր անել, չհասկացա թե ինչու Էդգար Թորոսյանը հեռացվեց իր պաշտոնից։ Եթե կհիշեք գարնանային հատվածի սկզբում իրենք ոչ ոքիներ էին խաղում Փյունիկի դեմ, Ուրարտուի դեմ, լավ խաղեր էին անցկացնում, Վանի դեմ 2 ոչ ոքի, բայց անհասկանալի պատճառներով հեռացվեց։ Դե այստեղ մեղադրելու շատ բան չկա, ակումբի սեփականատերը ինչ հնարավորություն ունի, շարունակում է ներդնել, որ ակումբը գոյություն ունենա, թիմը շարունակի խաղալ, որքան կարողանում անում է, այս առումով չես կարող ասել, թե ինչու ոտք չեք գցում Նոայի կամ Արարատ Արմենիայի հետ։ Ուղղակի ցանկալի կլինի, որ շարունակեն մասնակցել առաջնությանը։ Գյումրի Շիրակը մեր ամենապատմական ակումբներից մեկն է Հայաստանի։ Հավասարաչափ պատմական, որքան որ Երևանի Արարատ։ Շիրակը դեռ ժամանակին մասնակցում էր Խորհրդային Միության առաջնություններին։ Եվ Շիրակը շարունակում է գյումրեցուն ուրախացնել որոշ չափի այդ էմոցիոնալ, այդ գերհուզառատ խաղերով իր խաղադաշտում, իր պատերի ներքո։ Շիրակը, բայց որքան տարի է, որքան մրցաշրջանը այդ միջնամասում, Աղյուսակի ներքևի հատվածում, ինչն է պակասում Շիրակին էլ ավելի բարձրանալ։ Շիրակը երբեմն հաջողվում է գավաթային մրցաշարում, այսինքն կարող է նույնիսկ կիսաեզրափակչի մասնակցություն ունենա, բայց ինչն է պակասում Շիրակին, ֆինանսը դարձյալ։ Ընդհանրապես մեզ մոտ այդպիսի կարծիք կա, որ ցանկացած ակումբ կամ պիտի չեմպիոնության համար պայքարի կամ եվրագավաթային գոտու, բայց ոչ դու կարող ես ամուր միջակ լինել, դա վատ չէ, հասկանում եմ, դա չեմ ասում Շիրակի մասին կոնկրետ, Շիրակի երկրպագուները պարզ է ուրիշ բանի են սովորում, միշտ չեմպիոնական նպատակները ավելի բարձր, բայց հիմա իրոք անկայուն են, դե պարզ է էլի ֆինանսով մյուսները մի քանի ակումբ գերազանցում են։ Շիրակը նույնպես Ուրարտուի օրինակով նաև իրենց մոտ միշտ է այդպես եղել, սաները շատ են ու լեգիոնականները քիչ, հիմա կարգով ավելի զիջում են առաջվա լեգիոնականներին իմ կարծիքով, ու նաև հայ ֆուտբոլիստների ավելի բարձրակարգ հայ ֆուտբոլիստների պակաս ունեին երիտասարդներ, որոնք հիմա ԲԿՄ-ում են 3 խաղացողներ։ Ինձ թվում է նույնիսկ գլխավոր մարզիչը դրա մասին խոսեց Ռաֆայել Նազարյանը, որ 6-րդ տեղից ավելի այս հնարավորություններով չեն կարող պայքարել, բարդ է ավելին պահանջել են մյուսների հետ, թեև եթե հիշենք մի հատված կար, երբ Նազարյանը նոր էր թիմը գլխավորել, շատ լավ խաղեր էին անցկացնում, մի 2 ամիս դա տևեց ճիշտ է։ Հետո արդեն պիտի ձմռանը թիմը մի փոքր ավելի համալրվեր, ավելի ուժեղանար, բայց դա տեղի չունեցավ։ Դրա համար այս ռեսուրսով Շիրակի արդյունքը, այսինքն միջին տեղեր համարում եմ օրինաչափ։ Անդրադառնանք Երևանի Արարատին, այդ ակումբին անդրադառնալիս մեր ավակ բարձր սերնդի ներկայացուցիչները, մեր համերկրացիները
մեր ծնողները լավ հիշում են, թե ինչպիսին է Արարատը խորհրդային միության առաջնությունում, դե առաջատար ակումբն էր Հայաստանը ներկայացնող եւ այն ժամանակ այնպիսի ակումբ էր, որ լավագույն ֆուտբոլիստները թե լինեին Գյումրիից, թե Երևանից, թե Երևանային մերձակա շրջաններից պարտադիր պետք է խաղային։ Այսինքն Հայաստանը ներկայացնող ակումբը դա էր։ Դե խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ հնարավորությունները հավասարվեցին, նաև այդ փլուզման հետևանքով նաև բավական բարդ ֆինանսական իրավիճակում երկրի, դա նաև անդրադարձավ Արարատի վրա։ Մենք այլևս այն Արարատը չունեցանք, ինչպես տեսել են մեր ծնողները, մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, մեր թե 50-ական թվականներից սկսած 60-ական եւ նամանավանդ այդ 70-ականների հզորագույն Արարատ։ Հիմա Արարատը այսպեսին է, Արարատի մասին խոսելիս ասում ենք Երևանի Արարատ, այլևս ձեր սերնդի մարդիկ, մեկնաբանները Արման, այլևս Արարատին այսպես գիտեն, չեն տեսել, հա, լսել են, կարդացել եք, տեսանյութերն եք նայել, իմացել եք, թե ինչպիսի փառք է ունեցել այն Արարատը։ Հիմա այսպիսի Արարատ եք դուք տեսնում եւ ինչ եք զգում։ Ես գոնե հասցրի այդ վերջին 2007-8 այդ թվերի Արարատը տեսնել, երբ ոսկեխաղ կայացավ, Արարատին թույլ չտվեցին Հայաստանի չեմպիոն դառնալ, քանի որ պիտի Փյունիկը չեմպիոն դառնար, հիշում ենք այդ ժամանակները։ Հա, դրանից հետո փոխվեց, հիմա թիմն այդքան մրցունակ չէ, բայց մի բան գոնե դրական կարող եմ ասել։ Օրինակ մի քանի տարվա ընթացքում Արարատը չէր հասկանում ինչի համար է պայքարում, ինչ կազմով է ներկայանում, միշտ ինչ որ խնդիրներ կային, գոնե հիմա մի քիչ ինչ որ ուղղություն կա, ինչի վրա են աշխատում, դա կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց կա այդ ուղղությունը, այսինքն էլի օտարերկրացի ֆուտբոլիստների հրավիրել, հիմնականում երիտասարդ աֆրիկացիների, տալ խաղաժամանակ եւ հետո տրանսֆերը վաճառել։ Եվ Արարատը մի քանի հաջող գործարք այս 1-2 տարում ունեցավ, Կլեման Լեռնոն ֆրանսիացի հիմա սլովենական Ցելիայում է խաղում, կոնֆերենցիաների լիգային էին մասնակցում, Քրիստ Գորրը բելգիական Գենտ տեղափոխվեց եւ էլի լավ է այնտեղ խաղում ու այլ մի քանի օրինակներ էլ եղան։ Այդ տեսանկյունից Արարատի ծրագիրը կարելի ասել աշխատում է։ Ճիշտ է, մի քիչ չափից շատ են աֆրիկացի երիտասարդները, ցանկալի կլիներ, որ իրենց սաներից էլ ավելի շատ լինեին կամ ընդհանուր հայերից, բայց այդպիսի ուղղություն են ընտրել։ Գոնե ինչ որ ուղղություն կա, դա եմ ուզում ասել, նման է Վանին այդ տեսանկյունից, բայց հա, երկրպագուներին հասկանում եմ, հիմա Արարատը չեմպիոնության խնդիր բացարձակ չի լուծում։ Մյուս ակումբներին քիչ ժամանակ է մնացել մեզ թողարկման ավարտին, մենք արդեն մոտեցել։ Նախ Արման, այդ խնդիրը, երբ որ մրցաշրջանը դեռևս չավարտված, ակումբներից մեկը հեռացվում է առաջնությունից, այսպիսի բան մենք այո, երևի թե հավանաբար տեսել ենք այս նորանկախ Հայաստանի այս 30 քանի տարվա Հայաստանի առաջնության ընթացքում, բայց դա որքանով է ազդում ընդհանուր առաջնության վրա եւ այստեղից կխնդրեմ արագ պատասխանես, այստեղից մեր առաջնության հիմնական այս Պրեմիեր լիգայի թվականակը ակումբների որքան պիտի լինի, որպեսզի մենք զգանք, որ լավ առաջնություն ունենք։ Որքան մրցունակ ակումբ կա, որ պատրաստ է ինչ-որ բան անել, թող լինի 8, թող լինի 10, բայց նորմալ ակումբներ լինեն։ Հիմա Խորվաթիայի առաջնությունում 10 թիմ, որ մասնակցում է, այնպես չի, որ շատ դժգոհ են իրենք։ Ընդհանրապես կասեմ, որ նման ակումբներ, որ կասկածելի են, կասկածելի հավակնություններ ունեն, չպետք է թողնել, որ մասնակցեն առաջնությանը։ Վերջին տարիներին մի քանի այդպիսի թիմեր եղել են եւ Պրեմիեր լիգայում եւ առաջին խմբի առաջնությունում, որ իրենք ունեցել են նպատակներ, բայց ոչ ազնիվ նպատակներ։ Ես հիմա այստեղ չեմ խոսում այս տարվա Վեստ Արմենիայի մասին, ընդհանուր եմ ասում։ Եվ ֆեդերացիան չպետք է ուղղակի թույլ տա, այսինքն պիտի հասկանան որտեղից են այդ ֆինանսական հոսքերը գալիս, ով է սեփականատերը, ինչ է ուզում ընդհանրապես, ինչ որ երաշխիք տա, ինչ որ մի ձև որ գոնե մինչև վերջ մասնակցելու առողջությանը, բայց այդ խնդիրն իրոք լուրջ է, նման ակումբները, որ եղել են նաև առաջին խմբում, հիմա էլ կան Պրեմիեր լիգայում, ստվերում են մյուսների արած գործը, այսինքն առողջության վարկանիշը գցում են։ Նոանի մյուսները բարձրացնում են, բայց ակումբներ կան, որ կասկածելի բաներով են զբաղված եւ դա լավ չի ազդում մեր ֆուտբոլի վրա։
Մեր քարյակը, որ կմասնակցի Եվրագավաթային հաջորդ այս մրցաշրջանի, արդեն հուլիսին մեկնարկող մրցաշրջանի որակավորման փուլին, ինչ սպասենք այդ քարյակից։ Դե մեր ակումբները սովորեցրել են արդեն, որ պիտի ուրախացնեն 1-2 փուլ գոնե անցնեն եւ դա էլ արդեն քիչ ենք մենք համարում, նոայից էլ ավելի շատ են սպասելիքները, Արարատ Արմենիան Փյունիկը միշտ մրցունակ են, ճիշտ է պետք է Փյունիկում մի քիչ ավելի շատ փոփոխություններ սպասենք կազմի տեսանկյունից, երևի թե դա է, որ հարցական է առաջացնում, ինչ տեսքով թիմը կներկայանա, Ուրարտուն հուսանք առաջ քայլ կանի, Ուրարտուն, որովհետև Եվրագավաթներում սովորաբար շատ առաջ չի գնում։ Հուսանք այս անգամ ավելին կանեն, օրինակ նախորդ մրցաշրջանում երկար ընդմիջումից հետո Ուրարտուն 1 փուլ անցավ Եվրագավաթներում, ճիշտ է թույլ մրցակից էր, բայց անցան, հիմա սպասենք ավելին նաև իրենցից։ Մենք դարձյալ ակնկալում ենք, որ առնվազն խմբային փուլում ենթադրենք կոնֆերենցիաների լիգայի դե պարզ է, մենք կունենանք ներկայացուցիչ։ Դարձյալ դա ենք ակնկալում, մենք դա սովորեցինք այս վերջին մի քանի մրցաշրջանում սովորեցրեցին, թե Ալաշկերտը, թե Փյունիկը, թե Նոան հիմա Նշածողը դա է, միանշանակ, Նոան առնվազն կոնֆերենցիաների լիգա, Արարատ Արմենիան էլ վերջին տարիներին միշտ մոտ է եղել դրան, ուղղակի չի հասել, երբ նրանք որակավորման փլեյոֆ էին հասնում Եվրոպա լիգայի, կոնֆերենցիաների լիգա գոյություն չուներ, թե չէ իրենք էլ էին մասնակցելու Փյունիկը եւ մի բան էլ կա, նշեցի, որ Ուրարտուն առաջ չի գնում, բայց դու կարող ես Եվրագավաթով ուրիշ խնդիր էլ լուծել։ Օրինակ Ուրարտուն խաղացրեց Նարեկ Գրիգորյանին, խաղաց Ֆարուլի դեմ եւ հետո արդեն Նարեկ Գրիգորյանը տեղափոխվեց Ֆարուլում, մինչեւ հիմա այնտեղ է խաղում։ Այսինքն դու կարող ես ինչ-որ մարզական խնդիր չլուծել, բայց ֆուտբոլիստ վաճառել, ինչը եւ ակումբի իմիջի համար է լավ, եթե հայ ֆուտբոլիստը նաեւ Հայաստանի հավաքականի ու ֆինանսապես եւս լավ է։ Արման, շնորհակալ եմ ես մեկ անգամ այս հաղորդման մասնակցելու համար։ Շնորհակալություն։ Մեր ռադիոընկերներին հիշեցնեմ, որ զրուցեցի մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանի հետ, խոսեցինք Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024-25 մրցաշրջանի մասին, նախնական ամփոփեցինք այս մրցաշրջանը։ Եվս մեկ անգամ մեր ունկնդրին հիշեցնեմ, որ Sportcast նախագծի տեսագրությունը կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։